ազգային ժողովը սիրելի հայրենակիցներ դարձել է, չգիտեմ, ազգային պոնտերի դալիճ, հա, կամ նիստեր, պոնտերի նիստեր, հա, այն տեղը, որտեղ որ կոչվում է ազգային ժողով, հա, այնտեղ որտեղ որ ազգի ժողովն է, որտեղ որ պետք է քննարկեն ազգի համար կարևորագույն հարցեր, կարևորագույն օրենքներ մշակվեն երկրի համար, հա, եւ վերջապես այս ծանրպային, երբ որ մեր պետականությունը ասենց ուղիղ իմաստով վտանգի տակ է, թուրքը միյանից, ռուսը միյանից, գիտեք, Պարսկաստանը այնտեղ խնդիրներ ունի Միացյալ Նահանգների հետ, այսօր էլ մենք այս արանքում են, որ ասում է սլաբից վինոն մենք ենք, հա, որ ասում է ծուռը նստենք դուզը խոսանք, ու այս ընթացքում մեր ազգային ժողովում են, որ ասում է հարցեր չկա լուծելու, հարցեր չկա քննարկելու, իրանք մտել են ազգային ժողով, այս ամեն ինչը հեչ իրար վրա պոնտեր են բռնում, հա, դառել է պոնտերի ժողով, ով ում վրա լավ պոնտ կբռնի, դրանով չգիտես ինչ աչոկներ կհավաքի, չգիտես ում մոտ, հա, եկեք ամեն մեկս մեր եզրակացություններ անենք, ու սա վերաբերվում է թե ընդդիմությանը, թե իշխանությանը, առանց բացառության, երկուսն էլ պոնտավանտներ են ըլլում իրար վրա, կամ չգիտեմ, կայֆավատներ են ըլլում իրար վրա, ու այդ ձև չգիտես ինչ աչոկներ են հավաքում, չգիտես ում մոտ, նա խայտարակ իրավիճակ, եւ մի հատ այն որ ասում է զզվանք է առաջացնում հայ, իրական հայ մարդու մոտ, որ բա հետո, բա սրա հետոն ինչ ալնելու, հա, ամեն անգամ ասում եմ դուք մեր երկիրը տանում եք կործանման, դա բոլորին է վերաբերվում, հա, մարդիկ մատների արանքով են նայում, կտենակ որ եթե սեն չառունակվի, իհարկե ասված չանի, էլի, շուտափույթ լուծումներ են պետք, բայց եթե այս հունով շարունակվի, կտենակ որ երկիրը կկործանվի, որովհետև այսօր ինչ-ինչ պատճառներով թուրքը զսպում է իր ախորժակը Հայաստանի հանդեպ, բայց մենք շատ լավ գիտենք, ու չգիտեմ, չիմացողը մինիմում հիմար, հա, որտեվ պատմությունն էլ է այդ ցույց տվել, այն որ ասում է պատմությունը կրկնվում է, հա, ամեն ինչ որ եկի ժամանակը մեկ, դա իրականություն է։ Կարող եք տեսնես թուրքս էս նայում, ասում է, ախ, ասում է, բանը մենք ինչ ուզեցինք վեկալանք, հա, Արցախի մասին է խոսքը, մենք իրանցից էլ բան չենք ուզում, իրանք ուզում են որ հայոց պետականությունը վերանա եւ ընդհանրապես չլինի հայկական ինքնիշխան պետություն եւ այդ ախորժակի զսպման, այդ չգիտեմ, այդ ռիչագը մի օր ինչ որ միտեղից թուլանալու է եւ Հայաստանը չի կարող դիմակայել այդ մարտահրավերին, հա, անենց ալնելու ինչը որ եղավ Արցախում, ուղիղ այդ ձև, որովհետեւ փոքրիկ Հայաստանի Հանրապետությունը չի կարող բազմա միլիոնանոց եւ հարուստ թուրքական պետությունների արանքում գոյատևել այս վիճակում, ով հակառակը գդիմի, օքեյ, ղրգեք գժանոց թույթա վերընկնի ինձ իր համար նստի, էլի, ասենք որտեվ դա արդեն ֆանտաստիկայի բանից է։ Միակ ձևը, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, այսինքն շարունակի գոյություն ունենալը, դա նորմալ երկիր դառնալն է, ոչ թե այս բանդիտական, պոնտական, ինչ-որ կլանների, ինչ-որ դիկտատորական, տեսանք դիկտատորա էր, էլի Հայաստանում, տեսանք ինչ եղավ։ Երկիր իրար մեջ բանարին, բաժնին, հա, կերան, թուրքն էլ սպասեց իրապաստիկ աղբորն էլ լավ ուժեղցրեց, որ ինքը իրա ձեռներով չանի, էլի, սենց ուղի իմաստով, դե իրա վրա տեղով արդեն բեռ կա դրած, հա, ցեղասպանության բեռն է, հա, աշխարհը իրան մի քիչ ուրիշ ձև է նայում, էլի, բայց այդ ամեն ինչը կարելի է գցենք իրա տասովչիկով անել, հա, այսինքն Ադրբեջանով անել, ու դա անելու է, եթե այս երկիրը ուշքի չգա։ Իդեպ մի քանի բան այդ ազգային պոնտական, չգիտեմ, նիստերից բերենք, դուք գիտեք, որ ընդդիմությունը վաբշե իմ աշկի լույսը չի, եւ եթե ուզում եք իմանալ գլխավոր այս երկրի այս կներեք այս խոսքիս համար, բայց բարդակ վիճակում հենց ինքն է մեղավոր, որտեղ իրանք հայամետ չեն, իրանք ուրիշի երկի տակ ապարող, sense քաղաքական ուժ է, sense եկել է երկիր ուզում է տանի կողի ստրկի կամ ստրուկի կարգավիճակում, հա, ասենց ինչ-որ երկիր պահեն, այնպես, ինչպես, որ Ռուսաստանում կան, էլի, եձևի
երկրի ասենց ավտոնոմ շրջաններ կարելի ասել, որտեղ որ դնում են մի հատ մեկին, այդ մեկը սաղ ազգին, գցենք ասենց վախի մտնոլորտի մեջ պահում է, ինքը իրան այդ քուչում, այսպես ասենք, այդ նահանգում, հա, նենց թակավորը ազգում, իրան էլ լավ են նայում, ինքն էլ նենց անում, որ այդ մասի ապրող ժողովուրդը խելոք բերանը փակ ենթարկվի կենտրոնին։ Այս են ուզում անեն Հայաստանում։ Իսկ իշխանությունը իր հերթին այնքան անատամ քաղաքականություն եւ վախկոտ քաղաքականություն վարեց, խոսքը հենց երկրի ներսի մասին է, որտեղ որ իրանք տենց էլ չկարողացան երկրի թալանչիներին, երկիրը քանդողներին, այն որ ասում արժանապատիվ պատիժները տալ եւ հենց այս վերջի ուժեղ, չգիտեմ, Հայաստանին չկարողացան տենց էլ արգելել, որ սրանք չմասնակցեն, հա, Հայաստանի այսպես կոչված պարլամենտական ընտրություններին ու մի հատ էլ հայտնվային պարլամենտում։ Ոբշեն ոչ մի բան չեն անում, բայց ամեն օր հելնում են էսի թալանչի, այսի ենա, Բագրատը տերորիստ է, էսա, բայց ոչ մեկին չեն բռնում։ Այդ նույն Բագրատը դուսը ֆրֆռում է։ Այդ նույն Բագրատը դուսը ֆրֆռում է, սա ցույց է տալի երկրի իշխանության անատամ քաղաքական այդ չգիտեմ даже դա քաղաքական է կարելի է, հա, էլի քաղաքական վիճակից, անատամ, հա։ Իհարկե չենք ուրանում այն լավ բաները, որ անում է դպրոցների կառուցումը, ճանապարհների կառուցումը, հիմա չգիտեմ ինչքանով է հաջողվում, բայց այս բազմաբևեռային, հա, քաղաքականությունը, որը որ իրոք փրկություն կարող է լինի Հայաստանին, եթե ճիշտ կազմակերպվի, հա, մենք այդ ամեն ինչ չենք ուրանում, բայց ներքին թշնամու դեմ պայքարում ցույց է տվել այն որ ասում է անատամ քաղաքականությունը։ Սա իշխանության մասին եւ հիմա ազգային ժողովի կամ ազգային պոնտերի դալիճից մի երկու բան եմ ուզում ասեմ, օրինակ իմ դուրը չեկավ, երբ որ իշխանական կողմը հարց է տալի Արեգա Հովսեփյանին, թե դու ճանաչում ես Արցախը Ադրբեջանի կազմում թե ոչ, Ղարաբաղը իրանց բառերով ասեմ, Ադրբեջանի կազմում թե ոչ, հա, դա ուղղակի աբսուրդային հարց, այդ ձևի հարց ընդհանրապես չպետք է տարածվի, եթե դու ուզում ես վատ վիճակի մեջ գցես կամ քո ասած պոնտեր բռնես Արեգայի վրա եւ դրանով աչոկներ հավաքես, դու անես մի հարց դու, որ հայ մարդու մոտ, այն որ ասում զզվանք չառաջանա, որտեղ ի՞նչ է նշանակում դու ճանաչում ես։ Ոչ մեկ էլ չի ճանաչում, ես էլ չեմ ճանաչում, այս դիտողն էլ չի ճանաչում։ Հասկանում եք, մեծ մասը նորմալ մարդիկ չեն ճանաչում։ Արցախը եւ որևիցե մի հայկական տարածք ուրիշ երկրի կազմում ուրիշ բան, որ մենք ընդունում ենք Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը եւ ասում ենք այսօրվա տարածքը պետք է պահի, պահպանվի, սիրվի, ուժեղացվի, զարգացվի, հա, հետագայի համար, բայց կանգնել ազգային ժողովում տենց ինչ որ ստիպել դա ասա դու ճանաչում ես, չես ճանաչում, հա, դա ինչ բան է։ Բոլորս գիտենք, որ Արցախը հայկական է, հայկական լինելու է եւ մեր սրտերում լինելու է եւ երբ որ ուժներս պատի, անպայման պետք է, որ ասում է ետ բերվի, բայց ոչ այս պահին, ինչու ոչ այս պահին, ինչու այս պահին կարելի է լռել այդ դրա մասին, որտեղ մենք պետք է ցույց տանք քաղաքական խորամանկություն, հա, այն ինչը որ ցույց է տալի թուրքը թո չի ասում, գիտեք ինչ կա, սա Հայաստանը մերն է աշխարհի առաջ, իրանք իրար մեջ էդ իհարկե աշխարհի առաջ ասում չէ ախպեր, մենք թո Սյունինգ չենք գրավելու, մենք ավտոներով դից ուզում ենք անցնենք, մենք ուզում ենք ընդ ապրենք, բայց Հայաստանի ինքնիշխանությունն ու պետականությունը դա կարող չգիտեմ, տարածքային ամբողջականությունը ի ոբշե ինչ ուզես սրա վրա կավելացնես, հա մենք թո իրանց դեմ չենք բան, սենց բաներ, բայց այս ամեն ինչը խորամանկություն երբ որ զսպող համակարգ չի լինի կամ իր ձեռները ավելի բաց կլինի, այդ ժամանակ գալու են եւ գիտեք հետո ինչ ա լինելու, հա, տիրանալու են ողջ Հայաստանին, իհարկե ուժն էլ որ պատի, չնայած մենք շատ լավ գիտենք, որ անես չի, որ ուժը այս պահին չի պատում, խոսքը Սյունիքի մասին է։ Մի խոսքով լավ, շատ չխորանանք, բայց սա կոչվում է քաղաքական, հա, խորամանկություն, որ աշխարհի վրա աշկերին թոզ փչել, ամեն թոզը մենք պետք է փչենք, որտեղ մեծ էսպային էսա ձեռ տալի, ոչ թե սրտանց ասենք հա իրանցն է։ Ոտերը սա իրանցն է, ինչն է իրանցը, սաղն էլ մերն են։ Իսկ Արեգայի պատասխաններին եւ ընդհանրապես ընդդիմության հարցերին, որ իրանք ցես բորբոքվում են, բա գիտեք ինչ կա, Ղարաբաղ չի, Արցախը, ասես կռիվ են անում Արցախի համար, ուրեմն Արցախ անվան հետ կապված։ Ես իմ, չգիտեմ, գիտակից ողջ
կյանքում որ ասում է ես հենց կարծացել եմ եւ իմացել եմ, հետաքրքրվել եմ, իմացել եմ թե ինչ է նշանակում Ղարաբաղ, հա, այդ թուրքա-պարսկական անունը, Ղարաբաղ անունը, որ կա եւ Ղարաբաղ ու այսինքն հետո մտածել եմ, արա, ասում եմ, պասի, այս մեր հայրերը, հա, պատերազմ են տվել, անկախ թե նրանից թե որտեղից են այդ մարդիկ եկան կռիվ տվին, ազատագրին, որ դուք բռնեք անունը դնեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, թող դուք հիվանդ չեք հոգեկան։ Հիմի այդ Արեգան կամ այդ ընդդիմությունը, որ հել է իրանց այս թափա տալի ասում է Արցախ, արա բա որ Արցախ է։ Հա իմ համար Արցախ է, բայց եթե ձեր համար Արցախ է, Ղարաբաղ չի, բան չի բռնե վրեն գրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այն որ ասում ես ես տեղ եմ ծնվել, այն որ ասում ես ես տեղ եմ, չգիտեմ, ինչ էր ասում ընդ աշխատես, իր հարվե ամուսնացե, չգիտեմ, երեխա ունեցե, մեր գերեզմաններս տեղա, բայց 30 տարի անունը դրել էիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Բա մեկը չկար հելնեիք ասեիր, արա, այ աննասուններ Բարից ուղիղ իմաստով չես գրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, արա չէիր կարում դրեիր Լեռնային Արցախի Հանրապետություն, չէիր կարում փոխեիր անունը, քո զորը տայիր, հաղթած երկիր էիր, չէիր կարում զորը տայիր, թուրքը վեկալամա մեր հողերը անունները փոխումա, մեկը դնումա, չգիտեմ, Ղարաբաղ, հա, մեկը չգիտեմ ինչ հա դնում, եւ Սևանի անունն են փոխում, Արարատսարի անունն են փոխում, ինչ անուն ասես եկե բռնե փոխել են մեր յուղերի անուններն են փոխում, ինչ անուն, ինչ անճորնի անուններ ասես դնում են հայկական, դաժե հիմիկվա անուն տարածքներում, այնտեղ որտեղ որ չգիտեմ, մի քանի հատ կարողա տուն ա եղեն դեն ապրե կամ ինչ որ տեղա հանության ընթացքում իրոք ընդեղ են ապրե։ Այդ անունը հայրը միջև մի կբռնեն կօգտագործեն։ Լավ արա, այս վերջերս ֆայմել են սկսել են փոխել այդ անունները, էլի, չգիտեմ, մեկը Ախամ Զալուկ ասեն, մեկը եսիմ ինչա Զալուկ ասեն, այդ թուրքական անունները մեր գյուղերի վրա վեկալին բռնում են։ Հիմի միջև հիմի ասել եք դու Ղարաբաղ, տենց էլ բռնեք գրել եք անունը Լեռնային Ղարաբաղ, հիմի եկել ասում են Ղարաբաղ չի, Արցախ է։ Այո, բայ վաղ ասեիք որ Արցախ է։ Բախի գրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ու հենց այդ Ղարաբաղյան, այդ թուրքա-պարսկական անվան տակ գտնվող այդ կլանն էլ չէին ասում Արցախյան կլան, ասում էին Ղարաբաղի կլան։ Դրանք էլ կերան Ղարաբաղը։ Հա, ոնց անունը դրել էին, տենց էլ կերան Ղարաբաղը, էլ էդի քիչ չի մտել Հայաստանը կերան, ու շարունակում են դրանց որոշ ներկայացուցիչներ ուտել։ Ու դրանց որոշ ներկայացուցիչներ, որը մի գտնվում են Բաքվի պատվալներում, ընդից ասում են պինդ կացեք, արալը երկիրը կերակ անամոտները ընդից ասում եք պինդ կացեք, հլը սրանց պնդերեսությունը, սրանց անբարոյականություն, հետո ասում են սրտներս ցավասր համար բերենք բան Հայաստան բան, արա սրանց համար ոնց կարա մարդու սիրտ ցավա, սրանք այն մարդիկ են, ովքեր որ կերան մեր բանակը, մեր երկիրը, մեր Արցախը մեր երկիրն է, անպայման չի դե ծնված ալնես, չգիտեմ, որտեվ մի արցախցիներ կար բանը իմ հայրենիք, հետ իմ հայրենիքն էլ է, ես Արցախ չեմ ծնվել, իմ հայրենիքն է, ինչ կա։ Կարող է գիտես մեր, էդի քո ծննդավայրն է, հա, իմ ծննդավայրը չի, բայց իմ հայրենիքն էլ է։ Չկա մենակ քոնը, ընդհանրապես Արցախը չի էլ կարա ըլի անկախ։ Չի կարա տես բանը լինի, Արցախը Հայաստան է եւ պետք է լինի Հայաստան ապագայում, երբ որ իհարկե Հայաստանը ուժեղացած կլինի եւ կկարողանա իր հողերը վերադարձնել, բայց ինչ անկախության մասին է խոսքը։ Բայց ավելի խայտարակություն է, երբ որ հաղթում ես եւ այդ անկախության թատրոնը, որ սկսում ես, ես մի քանի անգամ բացատրել եմ, որ այդ անկախության թատրոնը եղել է թոս փչելու համար, պրոստը հետո սրանք մնացին այդ դերի տակ, դառան Ղարաբաղյան կլան։ Աշխարհի աշկերին թոս փչելու համար, որ Հայաստանին չասեն ագրեսոր, դրա համար է եղել, հա, գոնե արա զորեն անունը գրեն Արցախի Հանրապետություն, եթե խաղում են, գոնե հայավարի խաղանք, բռին գրին Ղարաբաղի Հանրապետություն։ Ու հիմի այդ դրաստները կամ դրանց բաները ներկայացուցիչները եկե մեզ լոլո են կարդում, որ գիտես ինչ կա Արցախ չի Ղարաբաղա, բայց չելնես ասես տոլավ է, բա տոլավ է։ Այս սրանց նման խայտարակություն, սրանց նման
կապիկություն, գոյություն չունի աշխարհում։ Որովհետև մարդը դուք հավ ենք ինչ ենք, հիշողություն չունենք։ Սահկյանքները Ղարաբաղ ասելով ֆռացել եք։ Սահկյանքները Ղարաբաղ անունը կնքել եք վրեն, Ղարաբաղ եք ապրե։ Ուրտուցես Ղարաբաղից եմ։ Լեզուները չեր ֆռամ, Արցախ ասեի։ Կկոտրվեր որ հայերեն մի հատ բառ ասեիք, հա։ Այդ քաղաքական վերնախավի մասին է։ Հիմա այսօր եկել եք ասում եք անունը Ղարաբաղ չի Արցախ, հա։ Անամոթներով, սրանց նման անամոթ, մի հատ իրենց հուզական խոսան, բայց չես կարող Արցախ ասես, դիա չես Ղարաբաղ ասում, ու դրանք էլ է իշխանական կողմն էլ, յանը տարածանա ոչ մեկ չի ֆռմել է ասի, Արաբախի կանոնը դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Այ քեզի բան, հիմի մեր երիտասարդությանը ջահելությանը, ուրեմն ջահելությունը քանի որ Հայաստանում շատ են սիրում ինչ-որ խոսքերից կախվել, հա, ջահելությունը վատ բան չի։ Ցանկացած տարիքով մարդ, այն որ ասում է, խոսքերս կապացուցի, որ ջահելության այդ տարիները, հա, այն ասում է, կամ ջահելության անելու ժամանակաշրջանը ամենայն հաճելի ժամանակաշրջանն է եղել իր կյանքում, հա։ Կա ջահելություն, հետո կա երիտասարդություն, դրանք մի քիչ իրարից տարբերվում են, չէ։ Դրա համար ես սենց եմ ասում, որ բոլորի համար լինի ընկալելի, հա։ Իսկ այն կեղտ բռնողների համար կապեք ձեր գործերին, ոբշե։ Ուրեմն մեր ջահելությունը եւ երիտասարդությունը, հայ ջահելությունը եւ երիտասարդությունը եւ ոչ միայն անգամ միջին տարիքի եւ տարիքով մարդիկ, вообще-то պրիստի շատ են սիրում։ Դա մեր ազգի, չեմ ասում բոլորի, բայց մեր ազգի մեջ դες բան կա, էլի։ Մի կողմից էլ անգամ այն որ ասում չափից շատ է, այն որ մեկ-մեկ անգամ գեշ է նայվում, բայց այն որ ասում չես կարա լինես ամենա այն իդեալականը, ամեն մեկը ամեն մի ազգ իր թերությունն ունի, համի հայի թերությունն էլ է դա, էլ այդ պրեստիժը շատ է բանը սենց զռում մեր մոտ, հա, այն չգիտեմ, այն ամենալավ ավտոն պետք է քշի, այն չգիտեմ, դաժե որ չունի մի ձև պետք է կպցանի, չգիտեմ, Mercedes քշի, BMW քշի, այն թանգանոց, այն չգիտեմ, կամ տունը մեծ լինի, ցես ոսկե դռներով լինի։ Համի լավ, այս ամեն ինչ չեմ ասում, այս ամեն ինչը դուք կզնից լավ գիտեք, մանավանդ Երևանի փողոցները նայելուց այդ մեքենաները բան որ տեսնում ես այդ թանկարժեք բան, parza որ այս մեր երգիրը շատ է սիրում պրեստիժ բաներ, հա։ Չափից դուս, օրինակ ստեղի փողոցներում այդ ձև ավտոներ դες շատ չես տենա, ոչ թե որ չունեն, այդ այս ազգը մի քիչ ուրիշ ձև է մտածում, հա, ավելի մեքենան ավելի հասարակ է բանանում, ուրիշ բաների վրա է ավելի շատ կենտրոնանում։ Եվ անգամ Միացյալ Նահանգներում որ նայես այն թույն ավտո քշողները, հա, այն որ ասում ես ի՞նչ թույն ավտո, մեծամասնությունը հայ է, հա, որտեվ դե մենք այդ ձև ենք ախպեր, սիրում ենք այդ պրեստիժը, օքեյ։ Բայց ինչ եմ ես ուզում ասել եւ խնդրեմ որ դուք այս տեսանյութի գոնե այս պահը փոխանցեք երիտասարդներին, ջահելներին եւ այլն, հա, այդ ձև պրեստիժ սիրողներին, ովքեր որ ընկել են այս ռսիտ ռուսիկ լվացողի ջրերը։ Ժողովուրդ ջան, պրեստիժ սիրող հարգելի ժողովուրդ ջան, հա, եթե դուք գնաք այդ ուղությամբ, որտեղ որ ձեզ ուզում են ռուսիկ լվացող սարքեն եւ տանեն ստրկի կարգավիճակում պահեն, դուք այդ BMW, Mercedes, Ande, Porsche, Saina, вообще մի սաղի անունը չասեք, մոռացեք, որովհետեւ դուք անցնելու եք քշեք այդ ռուսական արտադրված, չգիտեմ, կիսատ խախուտ մեքենաները, որտեվ ռուսական շուկան էտա ձեզ առաջարկելու, հա, էտա ձեզ պարտադրելու, ոչ թե առաջարկելու, այ պարտադրելու։ Չեմ ասում այդ մեքենաների ճանապարհը լրիվ կփակեն, բայց այնպիսի խոչընդոտներ կստեղծեն, էսի պտի մուծես, էսի ավել պտի մուծես, էսի պտի տասենի պտի տաս, որ տեղով թանգա մի հատ էլ գլխիդ կդառնա, չգիտեմ ինչ։ Հասկացաք, նենց որ ստիպված եք լինելու այդ հակ եւ քշեք, չգիտեմ ինչ որ նիվաններ, լադաներ կամ լավագույն դեպքում չինական ինչ որ մի ոչ այդքան գրավիչ մեքենաներ, հա, ձեզ համար, քանի որ մենք պրեստիժ քշող ազգ ենք, սենց ասեմ, հա, դուք չգիտեմ հետո ոնց պետք է անեք, մեծ հավանականությամբ դուք վերջը համ դրանց պատճառ չկա, ավելի ես խափելու են, սենց ընկնելու եք այս սրանց ջրերը,
դուք սրանց պանձերշկա անեք, հետո իրանք եփոր այդ մեր երկիրը տանեն կողեն այդ մուտանցկը, հետո հելնելու եք երկրից զզվելով գնաք, բա ախպեր մի հատ ավտոն ինչա չեն կարա մառնենք, քշենք, էս ինչ վիճակաբար, ու հելնեք այդակ ընտե որտե որ ձեր խելքը լցամեն, որ ընտե սաղ բաներ են, համասեռամոլներ են, բան, հա, վերջ այդալու եք կամ Եվրոպաներում այդ ավտոն քշեք, կամ Միացյալ Նահանգներում այդ ավտոն քշեք, մենակ ձեր ունեցվածքը նայեք, տեսեք ուրտուց հա, ինչ ավտո եք քշում, ինչ հեռախոս եք բռնում, ինչ հեռուստացույց եք նայում, ինչ սառնարան ունեք եւ այլն, մատ գցեք բռնեք արասից, որն է ռուսական, այդ երկիրը ձեզ ինչ ունի առաջարկելուց, բացի ստրկացնելուց, բացի իրա զիբիլը ձեր վրա նաղդելուց։ Կներեք, զիբիլը թուրքական բառ է կարծեմ, հա։ Աղբը, բացի իրանց աղբը ձեր վրա նաղդելուց։ Նաղդելն էլ ռուսերեն է։ Այդ մեր լեզուն էլ ենք փչացել, մի հատեսյան թուրքական բառ, մի կողմը ռուսական բառ, մեր լեզուն էլ պետք է մաքրվի։ Ստիպված են, որ ասում են, որ մեջդ մտածա, ստիպված է ձեր բառեր ես անում, հետո ասում ես չի կարելի այդ բառերը, պետք է էս էլ մաքրենք, որ գոնե մեր սերունդները հայերեն խոսան, կարգին մաքուր հայերեն խոսան։ Դրա համար էլ բանը, սպյուրկա հայերը բան են ասում, ռասա հայեր են ասում հայաստանցի հայերին, հասկանում եք, որովհետև բառերի կեսը ռուսերեն է։ Էս էի ուզում ասեի, մի խապնվեք, ես հոգնում եմ այս ամեն ինչ ասելու, որտեվ ուզում են ֆրցնեն ձեզ մատների վրա, ֆրցնեն, հետո ձեզ հաջողություն են ասելու, մի մասը դառնալու եք իրանց տրուկը և քշելու եք այն, ինչ որ իրանք են տալու կամ այն օգտվելու եք նրանից ինչը որ աղբը, ինչը որ ռուսներն են ձեզ առաջարկելու, իհարկե իշխանության մասին է խոսքը, հա, և միշտ ելնելու եք այդ թակարդի մեջ, հա, կամ էլ արտագաղթելու եք իթակ այդ ձեր ուզած կյանքը անեք արդեն ուրիշ երկրում, ավելի լավ չի արա ձեր երկրում այդ ուզած բանը կյանքը անեք, բայց գիտեք ձեր հողի վրա եք, ձեր տան տերն եք, օտարը չեք։ Մի խոսքով էս էր սենց կիսվեք տարածեք, թող ես գիտեմ, որ այս ալիքը շատ երիտասարդներ չեն նայում և գեր մեծամասնությունը արդեն որ ասում եմ միջին տարիքը անցած մարդիկ են նայում կամ միջին տարիքի մարդիկ, բայց երիտասարդությանը այս ձև բաներ տվեք, բացատրեք, որ խելքները մտնի, որ սրանց ջրերը չընկնեն, ժողովուրդ ջան։ Որտեվ հետո մի հատ մի բան անելու են առանց խորը մտածելու եւ ձեզ գցեն այդ բանի մեջ։ Իրանք էլ թողեն այդ Էց էի ուզում ասեի այսօր այսքան ըստեսություն, հաջողություն չեք մոռանում դնել ձեր լայքերը, չեք մոռանում գրանցվեք իմ ալիքին եւ աջակցեք վերջը ալիքին, որը անկախ լրատվական չէ, անկախ մեդիան ընդհանրապես զարգանա, ժողովուրդ ջան։ Աջակցեք ալիքներին, ձեր սիրած գտնում եք անկախ ալիք, աջակցեք, մեմբրեսիա մտեք, մի 100 դրամով աջակցեք այդ ալիքներին, ամեն մեկը որ մի բան աջակցեք այդ ալիքներին, այդ ալիքները կզարգանան, որ անկախ մեդիա ունենաք, թե չէ նրանք ֆինանսավորվում են օլիգարխների կողմից, նրանք կարում են ամեն օր ձեր խելքերը լվանան այս ձև։ Ես չեմ հասկանում, էլի այդ մտածելակերպներ չեմ հասկանում։ Այսօր այսքան ըստեսություն, հաջողություն, խոսքով։